Սրբազան հոր ժամանակացույցը Կիրակի նոյեմբերի 30-ին Սուրբ Անդրեաս Առաքյալի տոնի օրը կսկսվի հայ առաքելական եկեղեցում մայր տաճարում աղոթքով։ Այսպիսով Հռոմի Պապ Լևոն 14-րդը առաջին արտասահմանյան այցելության ընթացքում կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում։ Խորհրդանշական աղոթքին անդրադառնում են միջազգային լրատվամիջոցներ ու նաև Թուրքիայում հրապարակվող հայկական թերթեր։ Նախորդին Բոլսո Պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը հյուրընկալեց Վատիկանի այն բարձրաստիճան եկեղեցականը, որը համագարկում է Սրբազան քահանայապետի ուղևորության ծրագիրը, Սրբազան Պապը պիտի Պոլսիայոց Պատրիարքության ուրեմն պիտի դա իր եղբայրական այցը։ Չնայած անվտանգությունից ելնելով Հռոմի Պապի այցի ծրագիրը ամբողջությամբ հրապարակված չէ, բայց ըստ տեղեկությունների Բոլսո հայոց Պատրիարքը եւ Հռոմի Սրբազան քահանայապետը միասնապար պիտի աղոթեն Բոլսո հայոց Պատրիարքարանի եւ ուրեմն հարագից Սուրբ Աստվածածին աթորանիստ մայր եկեղեցու ուրեմն համալիրեններս։ Պապի այցը Թուրքիա Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի առիթով է։ Վատիկանյան աղբյուրների բնորոշմամբ այդ կերպ Հռոմի Պապն ընդգծում է եկեղեցու միասնության գաղափարի վերաիմաստավորումը ժամանակակից աշխարհում։ Ստամբուլում հրապարակվող ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը պատմում է Հռոմի Պապի այցին 1 ամիս կա, բայց արդեն բազմակողմանի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Տիեզերական պատրիարքը Նիկեայի շրջանում է։ Այցելությունը դեղի պիտի ունենա Թուրքիայի Հանրապետության նախագահի եւ ուղղապարած տիեզերական պատրիարքի համատեղ հրավերով։ Այս այցելությունը դարձավ հատկանշական երկու առումով, առաջինը արդեն համաքրիստոնեական նշանակությամբ այս միջոցառումն էր, իսկ երկրորդը բնորոշվում է այն ձևով, որ Սրբազան Պապը գահագալության շրջանի առաջին ուրեմն արտասահմանյան ուղևորությունը իրականացնում է։ Բայց մինչև Հռոմի Պապի այցելությունը նախապատրաստական փուլում է, այս շաբաթ արդեն իսկ երկու կարևոր այցելություն եղել է Թուրքիա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Երկար ժամանակ տարիներ ստեյության նման այցելություններ եվրոպական երկրների մակարդակով, այդպես իրար հետևից, այսպես անմիջապես չէին եղել ստեյության եւ դա պայմանավորված էր Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների լարվածությամբ, որովհետև Էրդողանը ըստ էության առաջին հերթին անտեսելով արևմտյան երկրներին ներգրավեց սիրիական իրադարձություններին։ Այսինքն այսօրվա մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը շատ տարբեր է մի քանի տարի առաջվա իրավիճակից։ Տևական դադարից հետո Թուրքիան միջազգային ուշադրության ու հանդիպումների կենտրոնում է կրկին։ Սթարմեր-Էրդողան հանդիպումը օրինակ նախատեսված էր բավական երկար ժամանակ, դիտարկվում է Անկարայում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համատեքստում։ Մանրամասնում է Էլի Մինասյանը։ 2 տարի լուրջ քննարկումներ էր ընթանում երկու կառավարությունների միջև զենքի կոնկրետ կործանիչների անգլիական կործանիչների տրամադրման հետ կապված, քանի որ նահանգներից ինչքան էլ որ նշեցին F-35-երի ծրագրում Թուրքիային կրկին հետ վերադարձնելու մասին, փաստացի ուղղությամբ քայլեր չկատարվեցին։ Վարչապետի այցը արդեն խորհրդանշեց այդ համաձայնությունը, կողմերը ստորագրեցին համաձայնագիր։ Իսկ Գերմանիա-Թուրքիա օրակարգը ավելի լայն է, կարծում է թուրքագետը, բացի երկկողմ բազմաշերտ հարաբերություններից։ Այստեղ չպետք է նաև բացառել մերձավոր արևելքը կրկին, Գազայի հատվածը։ Սթարմեր Մերց Հռոմի Պապն Էլի Մինասյանի գնահատմամբ Թուրքիայում կա դիվանագիտական ակտիվացում դիրքավորվում է բազմավեկտոր շփումներով։ Վերադառնալով Հռոմի Պապի նախատեսվող այցին, Գոչունյանը պատմում է. Նիկեայի առաջին տիեզերական ժողովը բացառիկ է իր նշանակությամբ, հայոց պատրիարքարան այցելությունը կարևոր։ Ընդգծում է Թուրքիա այցելող ոչ մի Հռոմի Պապ չի շրջանցում հայոց պատրիարքարանը։ Հովհաննես Պողոս II Պապը, Բենեդիկտոս Պապը, Ֆրանցիսկոս առաջին Պապը, Պոլսատորը Հայաստանի Արաքելական եկեղեցուն նվիրապետական 4 աթոռներն մին է։ Հայկական եկեղեցին քրիստոնեական ըստ էության եկեղեցիների մեջ հնագույններից է եւ տեսեք պատահական չէ, որ անգամ Երուսաղեմ բարձրաստիճան պաշտոնական այցերի ժամանակ կրկին հայկական եկեղեցի ուրեմն գնում են։ Օրերս էլ ԱՄՆ փոխնախագահ J.D. Վենսն էր հայկական եկեղեցում Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում։ Իրինամ Կրչյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։